Կրեմլում ավարտվել են Վլադիմիր Պուտինի բանակցությունները Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ խոսակցությունն անցել է դրական մթնոլորտում, սակայն կողմերը չեն եկել վերջնական համաձայնությունների։ Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Եվրոպա, որտեղ կհանդիպեն Զելենսկուն։ Ըստ Ուշակովի Մոսկվան ստացել է եւս 4 փաստաթուղթ, որպես հավելում Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի։ Նրա խոսքով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ինչ-որ բանի հետ կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների ծրագրի շրջանակներում, սակայն ինչ-որ բան ռուսական կողմի քննադատությունն է առաջացնում։ Կողմերը հայտարարել են, որ Ուկրաինայում կարգավորման հասնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամություն ունեն։ Միացյալ Նահանգներն այլևս ֆինանսապես ներգրաված չէ ուկրաինական ճգնաժամում եւ փորձում է վերջ դնել դրան։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում փորձում են հասկանալ, հնարավոր է արդյոք Ուկրաինայի հարցի կարգավորում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է խաղաղության ամերիկյան ծրագիրը, նշել, որ 28 կետից մնացել է 20-ը, որոնք մշակվել են Ժնևում եւ վերջնականապես հաստատվել Ֆլորիդայում, բայց դեռ քննարկելու հարցեր կան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հույս էր հայտնել Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների հաջող ավարտից հետո հանդիպել Դոնալդ Թրամփի հետ։ Հեշտ լուծումներ չեն լինի, բայց կարևոր է, որ դրանք արդար լինեն, ընդգծել է նախագահը։ Նա նաեւ հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է, Կիևի համար առաջնահերթություն են անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումը։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի հետ, բայց եթե Եվրոպան սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Վլադիմիր Պուտինը մասնավորապես հայտարարել է, եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի Ռուսաստանի Դաշնության հետ, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ոչ մեկը չի մնա բանակցելու։ Եվրոպան ինքն է դուրս եկել ուկրաինական կարգավորման գործընթացից, ասել է Պուտինն ու հավելել. Եվրոպացիները խաղաղության օրակարգ չունեն եւ խոչընդոտում են Միացյալ Նահանգների ջանքերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Մոսկվան կընդլայնի հարվածներն ուկրաինական նավահանգիստների եւ դրանց մոտեցող նավերի վրա։ Նա հավելել է. Ռուսաստանը կարող է կտրել Ուկրաինան ծովից, եթե Կիևը շարունակի ծովահենությունը ռուսական նավերի դեմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի իր կողմից ավարտված բոլոր պատերազմների համար։ Հիմա նրանք ասում են, եթե նա երբևէ ավարտի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, կստանա Նոբելյան խաղաղության մրցանակ։ Բայց ինչ կասեք մյուս 8 պատերազմների մասին։ Ես պետք է Նոբելյան մրցանակ ստանամ յուրաքանչյուր ավարտված պատերազմի համար, բայց չեմ ուզում լինել ագահ, ասել է Թրամփը։